Եթե իրավական առումով նայենք, պետք է Արմենաշությանը ոչ դատապարտված լիներ, ոչ մեղադիալի աթոռին լիներ։ Տեսնենք, առաջ չգնենք, տեսնենք ինչ կլինի, բնականաբար Արմենաշությանը քաղաքական բանտարկյալ է եւ շուրջ 2 տարի գտնվում է անազատության մեջ, այս պայմանային կալանքի մեջ, եւ ես կրկնում եմ, որ իրավական գործընթաց կիրառելու դեպքում Արմենաշությանը պետք է եւ մեղադիալի կարգավիճակ չունենա եւ նաեւ այլ խափանման միջոց, բայց դա դատարանի որոշումն է, ես չեմ ուզում հիմա առաջնեմ եւ դրա մասին խոսեմ։ Պարոն Շարմազան, իմպիչմենտի գործընթացը փաստորեն մտնում է գործնական փուլ, ձեր ակնկալիքները որոնք են եւ հնարավոր է արդյոք մինչեւ ընտրությունները կոնկրետ հասնել ինչ-որ արդյունքի։ Տեսեք, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Կործանում է ոչ միայն 3-րդ հանրապետությունը, այլ նաև ազգային ինքնության հիմքերը, եւ պատահական չի, որ նա այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինքը եւ իր ամբողջ թիմը հարձակում են սկսել Հայաստանյան Ծառայական եկեղեցու վրա եւ նրա հայրապետի։ Սա պատահական չի։ Սա հարձակում է հայ ինքնության, հարձակում է հայոց պատմության, հարձակում է հայ ազգի նկատմամբ։ Եվ յուրաքանչյուր իրեն հայ համարող ու առաքելական համարող մարդ պետք է կանգնի կաթողիկոսի եւ վեհափառի, վեհարանի եւ մեր եկեղեցու կողքին։ Նիկոլ Փաշինյանը ով է, որ ինքն է առաջարկում կամ պնդում, որ վեհափառը պետք է հրաժարական տա։ Մեր եկեղեցին Սուրբ Թադևոս եւ Բարտողիմեոս Սալակյանների կողմից ստեղծված Քրիստոսի եկեղեցին է, կաթողիկոսը գտնվում է Լուսավոր Չիգահին, կաթողիկոսը Աստծո օծյալ է անկախ իր անձից եւ Նիկոլ Փաշինյանը ով է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական եւ ուզում է աղանդավորականներով այդ աղանդավորական շարժումները մատենցել։ Սա ոչ Պավլիկյան շարժում է, Նիկոլ Փաշինյանը նոր Պավլիկյան շարժում լինի, բայց մենք տեսանք Պավլիկյանների եւ Թոնդրակյաններն ինչ տխուր հետևանք ունեցան։ Սա կաթողիկոսի մասով ժողովուրդ ջան, մենք բոլորս պետք է կանենք մեր եկեղեցու հետ պետք է անենք, որովհետև այո մենք եկեղեցին դա հավատավոր ժողովուրդն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կոչ անում, չեմ կարծում որ որևէ հավատավոր քաղաքացի նրա կոչին ընդունի։ Եթե ընդունում է, նշանակում է նրանք ոչ թե հավատավոր քաղաքացի են, այլ հայ առաքելական եկեղեցու եւ հայ ազգի հակառակորդներ։ Եվ իրականացնում են ավարտեմ, հերթով բոլոր պատասխան եւ իրականացնում են այդ Փաշազադեի, Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացնում է Թուրքիա եւ Ադրբեջանի օրակարգը։ Իմ խոսքն է, կոչն է, որպեսզի բոլորս պինդ կանգնենք մեր կրոնի, մեր ազգային միակ ինստիտուտի մնացած եկեղեցու եւ նրա վեհափառի հետ։ Երկրորդ ինչ վերաբերում է իմպիչմենտին։ Այո, անվստահության գործընթացը մեկնարկել է եւ մենք տեսնում ենք, որ այլևս ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցն է։ Երկու ճանապարհ կա Նիկոլ Փաշինյանից ազատվելու, դու մեկը չհաշվենք, մեկը անվստահություն հայտնելն է, երկրորդը ընտրություններն է։ Ընտրությունից 1 տարի դեռ կա եւ ես մեկ անգամ չէ, որ ձեր եթերներում հարգելի գործընկերներ նշել են, որ հայ ազգի համար յուրաքանչյուր ընդդիմադիր եւ սրտացավ քաղաքացու համար մեծ շռայլություն կլինի, սпасել մինչեւ հունիսի ընտրությունները, թե 1 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ել ինչա հանձնելու։ Պես ընթացքում մենք պետք է իրականացնենք անվստահության գործընթաց։ Սա ոչ թե նոր վարչապետ ընտրելու գործընթաց է, դրա վրա չպետք է կենտրոնանանք։ Սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը պատիվ ունեմ խմբակցությունը այլևս ստորագրել է։ Հայաստան խմբակցությունը իր կարծիքը արտահայտել է եւ նշել է, որ պատրաստ է 28 падգամավորի ստորագրությունը չերիքող տալ եւ կոչ է արել կամ առաջարկ է արել բանակցությունների, ես կարծում եմ բանակցությունները կլինեն եւ շատ դրական են վերաբերում այդ հայտարարությանը։ Գլոբալ առումով ավարտեմ։ Այլ տարբերակ չկա։ Անվստահության հայտնելու գործընթացը մտել է, ասիկա եթե մենք ուզում ենք, որ այս մեր պետության կործանարար ընթացքը կանգնեցնել, պետք է քայլ անենք։ Այդ քայլը երկու հատ է, մեկը ընտրություններն է, ընտրությունը հունիսի 7-ին է, մի տարի պետք է սպասենք, թե մի հատ վեհափառի վրա հարձակվի, հետո ընտանիքի վրա հարձակվի, հետո Տիգրան տա, հետո խաղաղության պայմանագիր կոչվող Հայաստանի ադրբեջանացման, այն ինչ պետք է անի։ Եվ ես այդ իմաստով կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե անձերի վրա, ոչ թե հանրապետականն առաջադրելով է առաջադրել, այլ պետք է կենտրոնանանք անվստահության գործընթացի վրա, սա վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց է, որը ըստ համարության պետք է լինի թեկնածու անուն ազգանուն, որպեսզի մենք կարողանանք այդ անվստահությունը տալ։ Եվ
առաջադրվել է ֆրակցիան Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը, որին ես շատ դրական եմ վերաբերում, մարդը, որը 18 թվականից սկսած ամեն օր պայքարել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, իդեպ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղաքական բանտարկյալն է, մայիսի 31-ին 2018-ին Դավիթին ձերբակալել են, կալանավորել են, շուրջ 3 ամիս Դավիթը նստած ա եղել Սովետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, դրանից հետո մարդը դուրս է եկել, ոչ թե շատերի նման զադնին քաշել նստել իր ընտանիքով զբաղվել, այլ պայքարի հետ ա եղել, երբ որ նոյեմբերի 13-ին մեզ կալանավորեցին, Դավիթին էլ իմ հետ են կալանավորել, այսինքն պլյուս դրան 21 թվականին այս մարդը հաղթել ընտրություններում Մասիսի քաղաքապետի ում է հաղթել, Նիկոլի ԿՊ-ին է հաղթել։ Հիմա մեզ պետք է այս առհասարակ, այս անվստահության գործընթացը նպատակին հասնելու համար տեխնացը, որը A. ունի փորձ, B. անկոտրում կամք ունի, G. ունի ազգային արժեքներ։ Այս մարդը երեքն էլ ունի։ Պարոն Շարմազանով ԿՊ-ից ասում են, որ մեզ ավելի լավություն, քան հենց Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը առաջադրելը չեն կարող անել ու տեսանյութեր են հրապարակում մկահարույց։ Ասա, բա որ լավություն եք անում, այդքեք տեսանյութեր հրապարակում։ Կտեսնենք, էլի ասա, Դավիթ Համբարձումյանի մասնակցությամբ տեսանյութեր են ավելի հրապարակում։ Որ Ասում են, տեսանյութը։ որ սա լավություն էր մեզ։ Դավիթ Համբարձումյանը այդ գործով արդարացվել է։ Գործը կարճվել է, Դավիթ Համբարձումյանը, եթե 18 թվականի Երևանի գործի մասին է, Դավիթ Համբարձումյանը այդ գործով մեղադրյալ չի այլևս։ Այդ մարդու վրա քաղաքական ճնշում են բանացրել։ Նիկոլի ժամանակաշրջանում այլևս այս պահով այդ գործով Դավիթը մեղադրյալ չի։ Մարդը 3 ամիս նստել է, ինքը մեղադրյալ չի այդ գործով։ Այսինքն ինչ կամ դուք ինչ կարծում եք ԿՊ-ն պետք է որևէ մի հանրապետականի կամ որևէ մի դիմադրի տեխնատություն ծափարություններով դիմավորեր։ Դե որպեսզի նախաձեռնությունը իր ավարտին հասնի, իրանց ձայներից Ամեն ինչ հերթով ա լինում, դանդաղ շտապեք, սա մի օրում Մոսկվան չի կառուցվել, մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, նույնիսկ ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամասնությունը անլուրջ էր համարում այս գործընթացը։ Հիմա արդեն գործը հասել է նրան, որ ունենք A տեխնացու, B երկու խմբակցություններ արդեն պատասխանում են օրակարգի շուրջ քննարկել։ Եղավ որ օրակարգի գլխավոր հարց է դառել։ Հիշում եք որ 2 ամիս առաջ մարտիկ իմպիչմենտից խոսում են, սա ասում են դե անլուրջ է, էսա Հայաստան դաշինքի դեմ է, բա որ Հայաստան դաշինքի դեմ է։ Ոնց է հիմա քննարկում գնում։ Այսինքն այդ բանն էլ փարատվեց, չէ՞ որ Հայաստան դաշինքի դեմ չի։ Ոչ Հայաստան դաշինքի դեմ է, ոչ Ռոբերտ Քոչարյանի դեմ է, սա ուղղակի հստակ գործընթաց է Հայաստանի կորցանարար գահավիժումը կանգնեցնելու։ Վերջ։ Շնորհակալություն։ Պարոն Աշոտյան,